Լույս եղբայրներ քույրեր, Դեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ձեզ, բարի եկած եք Տերոջը դունը, զինք բաշտելու եւ իր խոսքով սնանելու։ Հոդնգայս պիտի երգենք 54-րդ երգը։ Քովափանենք օրտնյալ Հիսուս փրկիչ մեր Տերն։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդլա թիվ 34 աղոտք։ Դերոջը աչքերը արդարներուն վրա են, ու անոր ագանչները անոնց աղաղագին։ Արդարները կաղաղեն, ու երբ լսեն, ու իրենց բոլոր ներություններին կտրվեցան։ Ով աղոտքի լսող, քեզի պիտի կա ամեն մարմին, ով դեր, լսե իմ աղոտքս ու իմ աղաղակս թող քեզի հասնի։ Իսկ ում երբ աղոտքն ես, մտիկ ուներ կիսենյակը ու թուրդ կոսե, և աղոտ կրեք ու բոլորդ որտաղ ու տեղը կրկնի, և ու հայրդ որտաղ ու կրկնի, քեզի հայտնավես մարդություն պիտի։ Խնդրեցեք և պիտի դրվի ցեզի, փնտրեցեք և պիտի բացվի ցեզի, վասնզի ամեն ով որ գփնտրե գգտնե և ամեն ով որ թուրը գզարնե պիտի բացվի անոր։ Արթուն եցեք և աղոտ կրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Չանքի մեջ թուլասիրտ չլաք, հոգիով փորփոքեցեք, դերոջը ծառայեցեք, հուսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեցեք, ըստեպ
աղոթքի գեցեք։ Փանի համար հոգ մի ընեք, հաբա ամեն փանի մեջ աղոթքով ու աղաչանքով քոհությունով մեկտեղ ծեր խնդրվածքը Աստծո հայտնի ըլլա։ Եթե ցեզ մեկը նեղության մեջ է, աղոթք թողնե, եթե մեկը ուրախ է, սաղմոս թող երգե։ Ձեր հանցանքները իրարու խոստովանեցեք ու աղոթք կրեք իրարու համար, որբեսի բժշկվիք, արդարին չերմերանտ աղոթքը շատ աստվածություն ունի։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը, գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով դերոջքահում մոտեցնե։ Ով դեր փառք ուտանք քեզի ներկայության համար եւ մեր ունեցած վայելած մեծ առանձնաշնորհումին համար այս աղոթքի արիթին համար որ գրնանք շնորհած քայդ արչե մոդենալ քեզի հետ հաղորդակցիլ խոսիլ բադվել Փարապանել քու սուրբ անունդ մեծարել քեզ քանզի արժանի ես պաշտամունքի երկրբակության այո դեր փառք ուտանք որ մեզի պես անարժաններուն այս մեջ շնորհքը կատարած ես մենք կմոդենանք շնորհած քայդար չէ ոչ թե անոր համար որ արժանիք մունինք մեր բոլոր արժանիքը դեր Հիսուս քու մեջը դե քեզմով կմոդենանք մեր երկնավոր հոր Եվ դեր մեր խնդրանքները կներկայացնենք, մեր շնորհակալությունները կայտնենք եւ այս պաուսով դեր հավատքով գուքանք միապերան փառք տալու մեր վայելած բոլոր բարիքներուն համար, որոնք անթիվ եւ անհամար են։ Շնորհակալ ենք դեր այն փրկության համար, որ գվայելենք։ Փառք ուտանք, որ մեր անմահ հոգիներուն փրկության համար աշխարհ եկար Եվ մենք ընդունեցինք քեզ որպես մեր փոխանորդը, մեր մեղքերուն համար մեր նողը եւ հրավիրեցինք մեր սրտերու մեջ որպես փրկիչ դեր եւ թագավոր։ Անոր համար դեր մենք ուրախ ենք եւ քու մեջդ ապահով ենք, երջանիկ ենք եւ գիտենք որ օրը այս աշխարհը իր բաղճանը պիտի հասնի եւ քու գիններդ բոլորը քեզի հետ պիտի լան իրենց հանգիստը, վերջնական հանգիստը պիտի մտնեն, փառք ուտանք այս երջանիկ հույսին համար, որում մեջ դեր մենք ուրախությամբ այս չար աշխարհի մեջ գրնանք ապրիլ, թիմակրավել կյանքի բոլոր դժվարությունները, որովհետև դու ես մեր հույսը, գիտենք որ այս աշխարհի դարաբանքները, չարչարանքները ժամանակավոր են, փառք ուտանք որ մեր հույսը ճշմարիտ է, ամուր է, մարդումը վրա հիմնված չէ, մարդոց խոստումներուն վրա հիմնված չէ, հաբա քու վրադ, դու որ կենդանի ես, հարուցյալ դեր ես, շնորհակալության հոգիով կմոտենանք քու առջևդ եւ կխնդրենք, որ այս պաշտամունքը օրհնես, Սուրբ Հոգիդ կհրավիրենք, որբեսի փանա մեր մտքերը, մեր սիրտերը, որբեսի մինչ խոսքդ գլսենք, լավ ըմբռնենք, լավ հասկանանք այն ճշմարտությունները, որ ուզես մեզի փոխանցել, սկիզբեն մինչև վերջ դեր դու փառավորվիս մեր պաշտամունքին ընթացքին։ Հիշե դեր խռովյալ երկիրները միջին արևելքի մեջ վիճակները, որոնք ստեղծված են, ամեն բանը դեղյակ ես, այո դեր գիտագից ենք, որ այս աշխարհը չարին մեջն է, չարին իշխանության տակ է, բայց դու ամեն բանը վերելալով քու զավակներուդ համար ամեն բան բարի կորձագից կդարձնես։ Փառք ուտանք, որ քու հրաշքները տեսած ենք, կխնդրենք, ինչպես որ դու սիր խնդրեցեք եւ պիտի դրվի մեր սիրելիներուն համար, քու զավակներուդ համար, որոնք դեր զանազան երկիրներու մեջ գդարաբին կչարչարվին իրենց հավատքին համար բոլորին հadoop երբով զորացնես հիշե մեր բոլոր հիվանդները դեր անոնք որոնք անգողինի գծարային անոնք որոնք մեր մեջ են ցավեր ունին
Զանազան դեսագի բոլորին թուն դեր բժշկես Գխնդրենք հիշենայ մեր հայրենիքնալ ողորմիսով դեր մեր բոլոր ղեկավարներուն իմաստությունով օժդես որբեսի անոնք դեր այնպեսի քայլեր եւ որոշումներ առնեն որ մեր ժողովրդին բարօրության դպաստե եւ այս բոլորի մեջ միմիայն երրորդությունը բարավորվի Հիսուսի անունով գխնդրենք ամեն Ամեն Շնորհակալություն հայտնենք մեր դերոջը երկելով 28-րդ երգը Ողայնցրի եւ արածեն զոր շնորհեց ինձ փրկիչ Տեր Զոր շնորհեց ինձ փրկիչ Տեր Երբսավ մտնեմ վերին դուրս վսեմ Փրկարար մեծ սիրո ջամփով Փրկարար մեծ սիրո ջամփով Փրկարար մեծ սիրո ջամփով Պիտի մտնեմ հարած դուրս փրկարար մեծ սիրո ջամփով Թողուց կյանք խաչին վրա որ գործված կյանք ունենա ցույց կտա ջամփան փառավոր իմ տան փրկարար մեծ սիրո ջամփով փրկարար մեծ սիրո ջամփով Փրկարար մեծ սիրո ջամփով Պիտի մտնեմ փառած դուրս Փրկարար մեծ սիրո ջամփով Բիտքով եմ դեր երկովնիմ Սրբոցքով մինչև հասնիմ Պիչել եմ ալթուրս երբ մտնեմ իմ դուրս Փրկարար մեծ սիրո ջամփով Փրկարար մեծ սիրո ջամփով Փրկարար մեծ սիրո ջամփով Պիտի մտնեմ փառած դուրս Փրկարար մեծ սիրո ջամփով Շարունակենք մեր փառապանությունը երգելով 182-րդ երգը Հիսուս է իմ աշխարհս բոլոր կյանքս վայելքս ամեն երրորդ տունը զանցվի դենենք Հիսուս է իմ աշխարհս բոլոր կյանքս վայելքս ամեն անզորություն սեոր գինամարանց անոր երբ տխուր եմ իրեն գերտամ Զիշեմպերբեր մարդիկ պարտամ Դխրության մեջ գնե ուրախ դերս չգնամ Հիսուս իմ աշխարհս է բոլոր վշտաց մեջ բարեկամ Samar gertamanor zorsing da amenor areva
Gabbarkeve Sern hund gluyshach Der shakna Jesus imash garse Polor Shagair men lavant Os huisean Huisas dolor Gargiankis vergino Impercis et Yankokegan Eshat vasem haver jagan Hokis gane Baitzar chagam Der shagna Մեր վերջին փառապանությունը բիդելա 506-րդ երգը դարձյալ այս երգին երրորդունը զանց բիդենենք աղոտքի օրտնյալ ժամուն երբ որ խոնար սրդով ինք մեր փրկին Դեր Հիսուսի քով Աղոտքի օրտնյալ ժամուն երբ որ խոնար սրդով գհավաքվենք մեր փրկին Դեր Հիսուսի քով հավատքով երբ որ թիմենք որ ամեզ պաշտպան է ինչս վեղանի անուշ Օգնածին ինչ քաղցրել Վեժամաղոտքի ինչ օրտնյալ ժամ է Ինչս վեղանի անուշ Օգնածին ինչ քաղցրել Աղոտքի օրտնյալ ժամուն Դեր Իր զավակներում լսել սրտով մկտոտ Նետեցեք վրաս բոլոր ձեր հոգեր երբ կսել Ինչս վեղանի անուշ Օգնածին ինչ քաղցրել Վեժամաղոտքի ինչ օրտնյալ ժամ է ինչս վեղանի անուշ Օգնածին ինչ քաղցրել Աղոտքի օրտնյալ ժամուն հավատքով վստահենք մեզի պետք եղած ամեն օրհնություն գարնենք մեր վստահությամբ այս մեծ գազադին քոքերեն ինչս վեղանի անուշ օգնածին ինչ քաղցրել Վեժամաղոտքի ինչ օրտնյալ ժամ է ինչս վեղանի անուշ օգնածին ինչ քաղցրել Ամեն Հարգելի քույրեր եւ եղբայրներ, այսօրվա երգս եկեք միանանք Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, պարապանենք Տերոջ անունը
Անմեզ գսիր է բարիքներ գշնոր է Հազացիր են կյանքը ոչինչ է Ինքն է աղբյուր կյանքի ուրախություն սրդի Հիսուս Քրիստոս է իր անունը Եկեք միանանք մեկ ձայնով մեկ հոգով Պարապանենք Տերոջ անունը Երկենք, ձապզարնենք, բարձրացնենք մեր Տերոջ անունը Անարժանի է մեզ պարքի ու բադվի, ալելույա պարք Տերոջ Անարժանի է մեզ պարքի ու բադվի, ալելույա պարք Տերոջ Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, պարապանենք Տերոջ անունը Անմեզ գսիր է, բարիքներ գշնոր է, առանց իրեն կյանքը ոչինչ է Ինքն է աղբյուր կյանքի ուրախություն սրդի, Հիսուս Քրիստոս է իր անունը Եկեք միանանք մեծ ձայնով, մեկ հոգով, պարապանենք Տերոջ անունը Երկենք, ձապզարնենք, բարձրացնենք իր Տերոջ անունը Նա արժանի է մեզ պարքի ու բադվի, ալելույա պարք Տերոջ Նա արժանի է մեզ պարքի ու բադվի, ալելույա պարք Տերոջ Շնորհակալ ենք Լևոն եղբայր Գացնենք Աստուծո խոսքին Պիտի գարտամ հատվածը որ գտնվի Հռոմայացից թուղթին 8-րդ գլուխի մեջ Հռոմայացիս 8-ը 24-ն 26 համարները Վասնզի հույսով փրկվեցանք, բայց հույսը, որ գտեսնվի, հույս չէ, վասնզի այն բանին, որ գտեսնե մեկը, ալ ինչու պիտի հուսա, իսկ եթե չտեսած բաներնուս գոհուսանք, ալ համբերությունով գսպասենք անոր։ Նույնպես հոգինալ օգնության գասնի մեր դգարություններուն, քանզի ինչ բանի համար աղոթելու ենք ըստ արժանվույն չենք գիտեր։ Բայց ինք հոգին բարեխոս կլա մեզի համար անփարփար հառաչանքներով։ Մեր նյութը պիտի լա ինչու եւ ինչպես աղոթել։ Միգուցե ոմանց համար մանկական թվի այս նյութը։ Մենք չենք գիտեր ինչպես աղոթենք, ինչու աղոթենք։ Բոլոր ժողովուրդները մեզ սորված են աղոթելը։ Անշուշտ գիտենք։ Սակայն առաքյալը գսե հոս որ գարտացինք, չենք գիտեր թե ինչպես պետք է աղոթել։ Գամ գսխալի, գամ ալ մենք խորհելու ենք, արդյոք ինչ ասել գուզե։ Ինչ կխորիկ դուք։ Առաքյալը շվարած էր, երբ որ այս խոսքերը ասավ։ Չենք գիտեր թե ինչպես պետք է աղոթել։ Ընդհանրացած գաղափար այն է, որ աղոթքը բարդականություն մնե, որ պետք է կատարվի։ Ես կաղոթեմ Աստուծո համար։ Ընդհանրացած նախատեսություն մնե։ Ինչպես որ գսեն, ես եկեղեցի գերտամ Աստուծո համար, այնպես էլ գսեն, ես կաղոթեմ Աստուծո համար։ Մենք չենք աղոթեր Աստուծո համար։ Ոչ այլ եկեղեցի գերտանք Աստուծո համար։ Մենք եկեղեցի գերտանք մեզի համար։ Եվ իրարու համար կաղոթենք, մեր աղոթները Աստուծո կբարձրացնենք, ոչ թե Աստուծո համար, հաբա ցեզի համար, իրարու համար կաղոթենք։
Երբ մեկը Աստուծո խոսքեն պատկամը պատրաստելու համար ժամանակ կդրամատրե, գբրբդե եւ գուզե հոգեվոր ջաշմը պատրաստել եւ խոսիլ Աստուծո համար չներ ցեզի համար գնե Աստված քարոզ լսելու բեք չունի այնպես որ մենք չենք աղոթեր մեզի Աստուծո համար հապա մեզի համար գաղոթենք աղոթքը Աստուծո կփարսացնենք եւ հավատալով որ ան գլսե Երանի թե այս ճշմարտությունը որքան շուտ հասկանանք այդքան լավ բիդլա մեզի համար Այս սխալ ըմբռնումը որ ես բարդականությունս կգադարեմ Աստուծո գերտամ գաղոթեմ Աստուծո համար գրաբաշտական փնույթ ունի Գրաբաշներ իրենց ասվածներուն արչև գերտային բետ եղած զոհերը աղոթները գմադուցանեին իրենց աստվածին համար որպեսի իրենց աստվածը չի չղայնանա հանդարտ կենա եւ իրենց ուզած ինչ անիգա դա զոհերուն տեսակներն են այնպես որ եթե գրաբաշտիմը հարցնեիր Արաքելական շրջանի եւ անգի առաջ ըստ ազգաց պատմություններուն ուր գերտաս բարդականությունս գադարելու գերտամ գրադում եւ այս սխալ ըմբռնումը շատ քրիստոնյաներուն մտքի մեջ թրոշմված է ես եկեղեցի գերտամ աղոթքս ընելու բարդականությունս գադարելու Գարցեք թե ասված մուրացկանի պես գսպասե զինքը և ինչպես դարբեր գրոքներ մեջ մինչև այսօր մարդիկ գերտան իրենց աստուծույն արջև բարդականությունս կգադարեն, որովհետև ասված այդպես կուզե իսլամություն օրնագամար գուսուցան է, որ ասված մարդուն ստեղծած է, որբեսի միայն աղոթե իրեն բաշտ է և եթե չաղոթե հարվածը գիչն է չղային ասվածմը ներգայացված է և այդպեսով մարդիկ գերտան աղոթ կմադուցանեն աստուծո համար բայց մենք աղոթ չենք մադուցաներ աստուծո համար մենք որպես քրիստոնյաներ Քրիստոսի սերը գմղե մեզի որ երթանք մեր շնորհակալությունները հայտնել և Աստուծո առաքինությունները հիշելով բադվենք, բաշտենք և մեզի համար է այդ և ոչ թե ասված կսպասե ինչու չեկար այսօր կավազանը ծերքը երկար մորունքով նստեր է աթորին վրա ինչպես որ բատկերացուցած են այսօր չաղոթեցիր ինձի բայ ամոտ քեզի չղայնացած այդ թիրքը կփռնե ոչ սիրելիներ ասված մեզի պետք չունի Մենք աստուծո գարիք ունենք, ամեն վարգյան, ամեն ժամ, ամեն օր, անոր իմաստությունը խնդրելու համար գերտանք, անոր ողորմությունը խնդրելու համար գերտանք, մեզի համար։ Ուրեմն, այս արավոտ, պապակը սեցեզի խոսիլ, աղոտքի մասին, մեծ բակի շրջանի մեջ կգտնվինք, և աղոտքի իմաստին վրա շեշտել և որպես տասկ ուզեմ ներգայացնել այսօր և հաջորդ գիրագին, միգուցե 3 գիրագիներ այս կարևոր նյութի շուրջ խոսիլ։ Աղոթքը ընդարձակ նյութ մնե և մի քանի տեսանկյունե կրնանք մոտենալ և շոշափել այս նյութը։ Սակայն պիտի բավարարվենք կարևոր գետեր սերդել և տեսնել թե ինչ է աղոթքը և պիտի տեսնենք թե շատ ալ չեք քնահատած այս մեծ առանձնաշնորհումը որ ունենք աղոթքը այն բարձ խոսակցությունն է որ դեղի կունենա մարդուն և Աստուծո միջև երբ մարդը գերտա Աստուծո և իր սիրտը կփանա և հասկանալով, համոզումով գխոսի անորեն, սակայն բարձ, փառք կուտանք, որ Աստված պետք չունի
մեր փերաններեն բարեր լսելու, որբեսի հասկանա մեր պետքը եւ անորայմատ կարգաթուրություններն է։ Ան գիտե Հիսուս չսավ թեր չխնդրած, ան գիտե ծեր պետքը։ Առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը։ Այնպես որ բարձ խոսակցություն մնե եւ մարդուն համար մեծ բադիվ է Աստծո հետ խոսիլը։ Մեծ բադիվ է։ Չեմ գիտեր որքան հասկացած ենք այս ճշմարտությունը։ Հավատացյալին աղոթքը բարդականություն չէ զասված քոհացնելու համար։ Ինչպես ասի հեթանոսական մդայնություն է։ Հեթանոսները գաղութեն, որպես իրենց բարդկը վճարեն։ Ոչ հավատացյալն ալ գրնա աղոթել։ Մեր Աստվածը այնպեսի Աստված է, որ անհավատն ալ գրնա աղոթել։ Զղջումի եւ ապաշխարության աղոթք։ Այն խոսքերը, որոնցով գարդահայտե իր մեղքերու խոստովանությունը եւ խելքը փոխելու որոշումը։ Աղոթքը, որ իր մտափոխությունը գահիտնե։ Եվ Աստվածաշունչի մեջ շատ օրինակներ ունի։ Գիշեք Նինվե քաղաքին ժողովուրդը խելքերին փոխեցին, ապաշխարեցին, զղջացին, դարձի եկան։ Գգարտանք Աստված զղջաց այն չարիքին համար, որ ըսեր էր, թե անոնց ընե ու զանիգա չրավ։ Ինչու չրավ, որտեղ մարդիկ անդրադարձան, ըսին, որ մենք պետք է մեր միտքը փոխենք, ապաշխարություն այս է։ Ապաշխարության իմաստը մտափոխություն է։ Մետանոհ կնշանակե միտքս գփոխեմ։ Ինչ որ շատ քրիստոնյաներուն պրոբլեմն է, չեն ուզեր այս խելքը փոխել։ Նախ արագ հիշեմ, թե ինչ չէ աղոթքը։ Կարճ բաներ ասենք։ Աղոթքը արդասանություն չէ։ Կամ արդասանություն շատ արդասանություններ ու գողքին։ Աղոթքը օրենքներու վրա հիմնված հադուկ ժամերու մեջ, հադուկ վայրերու մեջ, հադուկ ուդելիքներով, քրավիչ երևույթներով ցայներ բարձրացնել չէ, երբեմն հասկանալի, երբեմն անհասկանալի։ Աղոթքը նաև միագողմանի խոսակցություն չէ, թութակի նման։ Խոսիլ, չէ որ աղոթքը խոսիլ է Աստծո հետ, միագողմանի չէ, խոսիլ առանց թիմացինին մտիկ ընելու։ Աղոթքը, երբ գաղոթենք, լավ գլա, որ Աստծո խոսքն ալ գարտանք։ Եկեղեցվո հայրեր, ինչ քեղեցիկ կանոններ թրած են, Ձոմաբաության կամ Բաքի շրջանի միշտ Աստծո խոսքին ընթերցանությունը միասին կընթանա։ Ինչու՞։ Որտեղ աղոթողը գուզե նաև Աստծո ցայնն ալ լսել։ Ինչպես պիտի լսե Աստծո ցայնը։ Խոսքով։ Ուրեմն մենք գխոսենք Աստծո հետ, կսպասենք, որ Աստված ալ մեզի խոսի, մինչ մեր ցերկերու մեջ իր խոսքը բռնած է։ Բայց ինչ կնենք մենք։ Հեզություն ունենանք ընդունելու, որ ինչ կնենք։ Գերտանք, գիշերը գաղոթենք, ընդհանրապես հայր մեր գլա, բայց եթե գարկ խնդրանքներ ալունենք, գսենք մեր խնդրանքը, Հիսուսի անունով աշխուշտ, գիշեր բարի։ Աստված գսե զավագս, քեզի փամը բիդսեմ, ես ալ խոսելիք ունիմ, չէ, հոգնած եմ, շատ հոգնած եմ, անակ որ թուն լսե և գիշեր բարի, ինձի բայ է անշուշտ վաղնալ մեկ ժամ ճամփորդություն ունիմ, ամեն օր ինձի բայ է հաջողություն դուր, այս դուր, այն դուր և այլն դուր, գիշեր բարի։ Այս է մեր ըրածը հաճախ, բայց այս չէ աղոթքը, այս չէ։
Աղոթքը նաև Աստծո խելք դալ չէ, ուղղություն դալ չէ, բադվերներ դալ չէ, որքան սխալ ըմբռնում ունենք մարդիկ մեծամասնությունը այս կարևոր ճշմարտության նկատմամբ։ Աղոթքը բարդատրված բարդականությունը չէ, որ ենթական կստիպվի աղոթելու։ Երբ հատուկ ժամը հասնի, ուրիշ ընտրություն չունի, եթե պետք է նույնիսկ ճամփան ինքնաշարժին վրա գելլե, մայթին գոմը, մոլի մեջ, տեսած եք հոս ես տեսած եմ, մոլերում մեջ գաղոթ է, որտեղ ստիպված է իր սորված արդասանությունը գադարելու։ Այս է բոլոր գրողներուն ուսուցանած վարդապետությունը աղոթքի մասին։ Սակայն քրիստոնեության աղոթքի վարդապետությունը բոլորովին դարբեր է, որովհետև աստվածային ըլլալով ճշմարիտ հիմքեր ունի։ Ավետարանին ըմբռնումով Աստված կուզե, որ մարդը իր ազատ կամքով աղոթք մատուցանե, գիտակցությամբ և համոզումով, հոժարությամբ, ուրախությամբ կա և իր Աստվածը բաշտե և ցայնը բարձրացնե։ Աստված ճիշտ այսօր համար մեզ իր պատկերով ստեղծեց։ Ինչ է Աստծո պատկերը։ Այն հոգին է, հոգևոր ընդունակությունները, միտքը, կամքը, խիղճը, զգացումները և խոսինն հոգևոր ընդունակություն է, որպեսզի մենք մեր ազատ կամքով Աստծո հետ հաղորդակցենք, խոսենք։ Աստված կուզե, որ մարդը ընտրե և որոշե իր ստեղծիչին հետ խոսիլը, աղոթելը, ու ոչ թե անգստիպե, որ աղոթե։ Հավատացյալին աղոթքը գդարբերի շատ մբաներու մեջ։ Եթե գարտակ Հակոբոս առաքյալին 5-րդ գլուխը 13-18 համարները, հոն 7 անգամ աղոթք փարը գործած է։ Եվ առաքյալը Եղիա մարգարեին օրինակնալ կփերը։ Կքաչալերը, որ ծեր դուները գարտակ, Հակոբոս 5-րդ գլուխի մեջն է։ Պետք է հավատանք, որ մեծ առանձնաշնորհում մնե աղոթելը և համոզվենք, որ աղոթքը մեծ գործեր կգադարե։ Աղոթքը պետք է լա մեր առաջին միջոցը և ոչ թե վերջին ապավենը, ալ ուրիշ ընելիք չունենք, ինչ չնենք, հիմա երթանք, աղոթենք։ Սուրբ Հոգին հավատացյալին աղոթքի կմղե։ Աղոթող հավատացյալն զասված գործի կմղե, մեր հասկացած ըմբռնումով։ Աստված կքննադե, երբ մենք անոր հետ կխոսենք։ Մեր դժվարությունը այն է, թե պետք եղածին պես չենք հավատար աղոթքի զորության, անգեղծ լանք։ Աղոթքի զորության չենք հավատար։ Եթե մարդիկ հավատային աղոթքի զորության, այսօր քրիստոնեական աշխարհը դարբեր բիդլնար, դարբեր։ Առաքելական շրջանին եկեղեցին հաջողությունը աղոթքի արդյունքն էր։ Մինչև իսկ ձեծերու, վերքերու տակ, բանդերու մեջ, անոնք գաղոթեին, ես քիշերին, աղոթք գնեին, այսինքն Աստուծո առաքինությունները գիհիշեին, շնորհակալություն կհայտնեին, և անշուշտ զորություն կխնդրեին, կխոսեին Աստուծո հետ, կխոսեին, բայց այսօր եթե քիչ մեր դրամատրությունը խանգարվի, ոչ թե աղոթելու, վրեժը Աստծուց մեկ արդենք, եկեղեցիալ չենք կար։ Ուր է իր դրամատրությունս լավ չէր, այնպես որ չուզեցի եկեղեցիկալ և զիս տեսնեմ, որ խոժորած թեպ ունիմ, թեմքս այնպես որ դխուր է, այնպես որ մենք բոլորս
այնպեսի վիճակները գանցնենք, որ մեր դրամատրությունը լավ չլներ։ Ինչ պիտեսենք, եթե երկիրը լուրջ վտանգներու առջև գտնվի, տնտեսական, եւ մեր դրամատրությունը դեղը չլներ, եւ երկարաշորթող եղբայրը պիտեսե քալ գիրագի պաշտամուկ չունենք, որտեղ մեր դրամատրությունը լավ չէ, աղոթենք, որ փոխվի, որպեսզի կանք, ոչ։ Միշտ պիտի աղոթենք, աղոթքի զորությունը մեծ է, բայց մենք հոսե չենք հավատար, որտեղ սովորություն դրած ենք, արդասանություն մնե, բարդականություն մնե, ուրեմն քանի որ լավ դրամատրություն չունիմ, բարդականությունը սալ զանց կնեմ։ Առանց աղոթքի Աստուծո գործը արած չերտար։ Հիսուս որդի մարդո լալով հորը աղոթեց։ Իր կյանքի ընթացքին մեծ մասը աղոթքով գանցներ։ Քանի անգամ կգարտանք եւ լերը ելավ աղոթելու, առանցնացավ աղոթելու, 40 օր ձոմաբաությամբ աղոթ կրավ։ Ձոմաբաությամբ ոչ թե բակ փռնեց, ոչ կերավ, ոչ խմեց եւ աղոթ կրավ իր հորը հետ։ Եթե որդի մարդո Հիսուս որպես մարմին, որպես մարդ գաղոթեր Աստուծո, ինչ պետք է ասենք մեզի համար։ Հիսուսի դրամատրությունը լավ էր։ Արաքյալները ամբողջ Հիսուսի հարութենեն ետքը հալածանքներու մեջ իրենց հավատքին համար գդարաբեին, գչարչարվեին, քրիստոնյա բաշտոնյաներ գվդարվեին իրենց կործեն։ Բայց դերոջ հետ կալեցին, անոնք աղոթքի մեջ էին։ Դարձյալ աղոթքը գհիմնավորվի Աստուծո խոստումներուն վրա։ Մենք կրնանք Աստուծո խոստումները աղոթքի վերածել։ Մեր կյանքի դժվարություններու մեջ Աստուծո խոստումներուն գարչելով գաղոթենք։ Ինչու, որովհետև անոր խոստումները բոլորը այո եւ ամեն են։ Աստված ցույց չի խոսիր։ Գիտենք, որ անմեզ գսիրե եւ գաշխատի բոլոր բաները բարի կործագիցն էր։ Աբրահամ Աստծո խոստում արավ, որ իր սերունդը պիտի օրհնի։ Աստված խոստացավ։ Սակայն ան դժվարության մատնվեցավ, երբ դերը, որ խոստացավ իրեն այդ զավակը, եւ տվավ նույն դերը, իր մեկ հատիկ այդ զավակը բանջեց։ Ասի դրամատրություն չի մնար հոստեղը։ Թուն ինձ սիր, որ այս զավակովդ պիտի օրհնեմ քեզ եւ հիմա ուզես, որ զոհմադուցանեմ։ Հավատաց, որ դերը իր խոստումը պիտի գադարի։ Ինչպես հավատաց, որ Իսահակը գրնահարուցանել, անորամար զոհեց։ Մենք ալ պետք է հավատանք, որ դերը ամեն բաները բարի կործագից կնեն։ Այո, Աստծո խոստումները այո եւ ամեն են։ Երբ Աստված կսե զորօրինակ անոնց երեսեն մի վախնար, քանզի ես քեզ յետեմ, քեզ ազատելու։ Մենք դժվարության մեջ այս խոստումին գարչած պիտի աղոթենք։ Երբ կգարտանք, բանի համար հոգ մի ընենք, հաբա ամեն բանի մեջ խոսքին բոլոր առումով, ամեն բանի մեջ ծեր խնդրվածքը, աղոթքը Աստուծո հայտնի ալնա։ Ես պիտի հավատամ այս խոստումին, որտեղ դերը ամեն բանի կարող է եւ գրնա բարականերուն վրա իշխել եւ բարի կործագից դարձնել։ Պետք է հավատանք, որ խոստացողը անսուդն Աստված է։ Դարձյալ աղոթքը հավատքով կմատուցվի ու ոչ թե մարմնավոր զգացումներով, բարձրացայն եւ այլանդակ շարժումներով։
ցևերով տեսած եք այսօր դեռ ասած եք որ եկեղեցիները Աստծո խոսքին կարևորություն չեն տար Արաքելական ողջամիտ վարդապետության կարևորություն չեն տար չեր պաշտամունքներու կարևորություն կան Այսօր այնպեսի վայրեր կան որ պաշտամունքի ընթացքին կանանչ գարբի լույսեր կվարի թրոշակներ կշարժի գերտան գուքան գբորան գգանչեն որովհետև այդ երաշտություններու մեջը իրենք կգարձեն որ Սուրբ հոգին իրենց վրա իջած է ինչպես որ Պենտեկոստեի օրը եղավ եւ այսպեսով կգարձեն թե գաղութեն Բնական է որ արդակին երանքը եւ երևույթը գաստ է մարդուն որտեղ մարդը զգացում ունի բնական է եւ Մոլորությունը սակայն այն է թե այդ մարմնավոր զգացական վիճակները Սուրբ հոգվույն ներկործության գվերակրեն եւ այս հայրակ է իսկության մեջ ինչու երբ փամը Սուրբ հոգին գնե եւ մարդը ոչ կսե Սուրբ հոգին չէ ընողը ասի ուղագի հայրակ է Սուրբ հոգին որոնց հետ այդպես եղավ Հիսուս երբ որ թիվարը բժշկեց ինչսին անիգա թևերուն իշխանությունով թևեր գան միշտ Սուրբ հոգիով գներ Ճիշտ նույնալ երբ պաշտամունքի ընթացքին Սուրբ հոգին կորչ ունի բայց մարդիկ կսեն Սուրբ հոգին մեզի դակցուց Սուրբ հոգին գրագը ըսկացին ասիգա հայրանք է որտեղ չրավ Սուրբ հոգին չրավ ինչպես դու գսես Սուրբ հոգին դրավ Այնպես որ երբ Աստծո գաղութենք անոր արչեր գուքանք երկյուղացությամբ Բեք չէ մորնանք որ Սուրբ հոգին Աստված է անձնավորություն է եւ անոր հետ երբ որ գաղորդակցենք ամենայն երկյուղացությամբ գմբոդենանք Այո համարցակությամբ բայց ոչ թե համարցակությունը ինչպես որ մեկը իր բարեկամինքով գերտա ներողամիտ կլակ խոշ-բոշ չէ այդպես չէ երկյուղացությամբ կմոտենանք Աստված է սուրբ է անոր սրբության արչև Եսայի մարգարեն դեսավ պաշտամունքը հրեշտակներ թևերով ոտքերնի գծածկեն աչքերնի գծածկեն գծրեին Եսայի 6-րդ գլուխը գարտացեք 2-3 Գարտամ այդ համարը, որտև կարևոր է, նայեցեք ինչ կսե, Եսայա 6:2-3 Վերի գողմերը սերոպեներոս դեսիլ կդեսնե մարգարեն և կնգարակրե, վերի գողմը սերոպեները կգայնեին անոր արջև, որոց ամեն մեկը 6 թևեր ունեին, երկուքով երեսնին գծածկեին, երկուքով ոտքերնին գծածկեին ու երկուքով գթրչեին, և փոփոխագի գաղագեն ու գսեին, Սուրբ է զորած դերը, բոլոր երգիր անոր պարքովը լեցուն է, և ագոին ցայնեն սեմերուն հիմերը շարժեցան, և դունը ձխով լեցվեցավ։ Կատակ չէ, երբ պաշտամունքի գուքանք, պետք է լավ հասկանանք, թե ով է մեր մեջ ներգա եղողը, և ոչ թե այլանդակ շարժումներով, ցևերով բաշտել Գմոդենանք մեգումքով որ սուրբ է, սուրբ։ Հետևաբար աղոտքը հեզությամբ կլա, այն գիտակցությամբ, որ մենք ոչինչ ենք անոր պարքին առջև, հող ու փոշի ենք, Դավիթ այս ճշմարտություն հասկանալով գսե, մարդը ինչ է որ զանիգա գիրիշես, և մարդու որդին, որու այցելություն գնես։ Ուստի Երբ գաղութենք, մեր միտքը ըզգաստ կլա, և երբ գաղութենք, առակյալը գսե, հոգյով գաղութեմ, և նաև միտքով գաղութեմ, միտքս արդուն, մասնագից կթարնա բաշտամունքին, ինչ որ գսեն, գհասկնամ, և ոչ թե անցես թուրս ելելով անհասկնալի խոսքեր գսեմ,
Այնպես որ պաշտամունքի ընթացքին երկուղածությամբ մեր ամբողջ հոգին կպաշտե, մեր միտքը, մեր զգացումները, մեր խոսքերը խոնարհությամբ, հեզությամբ գաղութենք։ Ուրեմն աղոթքը Աստուծո խոստումներուն գարչած հավատքով գաղութենք, խոնարհությամբ գաղութենք։ Մեր Տերն աղոթքի մասին հետևյալը ասավ իր օրհնյալ շրթներն Մարգոս 11:24-ն 26 պիտի գարտամ գսե ասոր համար գսեմ ցեզի ինչ բան որ աղոթքով գխնդրեք հավատացեք թե պիտի առնեք եւ պիտի ըլլա ցեզի ու երբ աղոթքի կգայնիք ներեցեք եթե մեկուն թեմփամը ունիք այս բանը ըլլալու համար հեզություն կբանչի հբարտ մարդը չի ներեր հեզություն կբանչի հեզությունով դերոջ հետ կգալենք եւ գաղութենք ուրեմն գսե եթե մեկուն թեմփամ ունի ներեցեք որբեսի ծեր հայրնալ որ երկինքն է ներեցեզի ծեր հանցանքները իսկ եթե դուք չներեք ծեր հայրնալ որ երկինքն է պիտի չներե ծեր հանցանքները եթե մեր դիրոջ սորվեցած օրհնյալ աղոթքը դերունական աղոթքը հայր մերը եթե իմաստը հասկանային աղոթողներ 90 առ 100-ը պետք չի աղոթեն քու թագավորությունդ կագսեն ձոբադրաստ ես տուն թագավորություն կանը տուն բիտ գործվիս Սուրբ Գիրքը մեկ կողմ դրած է աստվածային ճշմարտություններու չի հավատար երկինքն ալոս է թժողն ալոս է գսե քու թագավորությունդ կագսե Ներեին մեղքերս, ինչպես ես ալգաներեմ, իմ բարդաբաններուս, միշտ էր սրդի մեջ ոխ ունի, աններով հոգի ունի, բայց կաղոտ է, ներե իմ հանցանքներս կսե։ Գտեսնեք սիրելներ, որքան աղոտ կապար ունինք, ինչ ճշմարտություններ կան աղոտքի մասին, եթե հասկանանք ուրախությամբ մեր դերոջ առջև գուքանք, փարապանության հոգիով գմոդենանք, Անոր շնորած կային արջև, ուրեմն պետք է աղոթենք հեզությամբ և հավատքով։ Անշուշտ, երբ որ ոսկսե ամեն ինչ որ խնդրեք գարնեք, ամեն ինչ որ Աստծո գամքին համաձայն է գարնենք։ Ասկայնով հավարարվինք այսօր, եթե դերը գամի կար գիրագի պիտի շարդագենք, առակյալն ալ գսե առաջին Թեսաղոնիկեցիս մեջ անդադար աղոթք ըրենք։ Կուզեմ, որ այս խոսքերուն վրա խորհիկ մինչև եկող գիրագի, ինչպես կհասկանաք անդադար աղոթք անելը։ Դերը շնորհե բոլորիս, որ այս մեծ առանձնաշնորհը որ ունենք, քննադենք, եւ ամենադեն, երբ որ գուզես, որ ժամում, ուր որ ըլլաս, ցայնդ բարձրացուր Աստծո, երգերով, քու պետքերդ անոր հայտնելով, Եվ անոր ցայնը լսելով ժամանակ դուր Աստծո խոսքնալ գարտալու որովհետև Աստված գխոսի Աստվածաշունչին միջոցով դեր օրհնեցես եւ իր շնորհքի մեջ բահե իր փառքին համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն կարևոր նյութի համար եւ դերը շնորհե որ աղոթքը կարենանք կործածել, օգտագործել մեր Տերոջի հետ ունեցած հարաբերության համար դերը մեր կյանքերով փառավորվի մեր աղարսանքը Տերոջի ներկայացնենք անգեղծությամբ, խոնարհությամբ Պիտի վերջացնենք երկելով 66-րդ երկը, որում վերջին դունը ոտքի և հովիվին աղոթքով պիտի փակենք, ինչպես բարեկամ է դերը։ Ինչպես բարեկամ է դերը
ողջունը երբ մորնան կամ զանցնեն մեկը գա որ Հիսուսի ճամ քեզի ցավագից լավ վստահ է անոր հոգերը աղոթքով դերոջը գա Բեռնավորված ես սիրելի կթերացա Քու բարգիչդ քեզ կանչած է Ինգլա քեզ ապաստա Հիսուսի բաց մազուկները ապավեն եմ բրգարա Շնորհակալ ենք Տեր Հիսուս այս աղոթքի մեծ առանձնաշնորհումին համար այո քո անունովդ քո արժանիքովդ Տեր Հիսուս կմոտենանք մեր երկնավոր Հոր շնորհած քային առջև եւ գրնանք հաղորդակցիլ խոսիլ մեր պետքերը ներկայացնել շնորհակալություն հայտնել փառք ուտանք Տեր օգնե մեզի որ Այս ճշմարտությունները ամեն օր թարմ մնան մեր մտքերում մեջ քննադենք այս արիթը եւ դեր միշտ քեզի մոդը լալով աղոթքով քո առաջնորդությունը խնդրեք ամեն բանի մեջ արցակես մեզ քո խաղաղությամբ եւ այսօրվա մնացյալ ժամերում մեջ եւ քալիք օրերում մեջ քո սուրբ հոգիդ գարավարե մեզի փառքիդ համար կխնդրենք ամեն Ամեն